Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում, բարև ձեզ, շատ շնորհակալ եմ, որ հետևում եք մեր հաղորդումներին, բարեկամներ, մեզ համար դա շատ մեծ պատիվ է, եւ ոչ միայն պատիվ է, այլ նաեւ ենք ուզում ենք, որ անմիջական կապը մեր շարունակվի, ավելին ասեմ, արդեն աշխատում ենք հենց ձեր խնդրանքով եւ ձեր պատվերներով։ Բարեկամներ, օրը բարի է եւ բարի է նաեւ նրանով, որ մենք կատարում ենք մի բարի գործ, մենք ուզում ենք վերականգնել Լոռու մարզից Սալոմե տատիկի պատրաստած քաշովին եւ առաջարկը ինչ եք պատկերացնում ումն է առաջարկը մեր գործընկեր Գրիշա Անտինյանինն է եւ այստեղ մի քիչ այսպես ինտրիգային մաս կա բաղադրությունը նշել է մեր հարգարժան Գրիգորին եւ պատրաստման եղանակը, բայց թե ինչպես եւ որ պահին ինչ, ասինքն դա պատրաստման եղանակի մեջ ինչ ներկայություններ կա, կաշխատենք մենք ձեզ հետ միասին ներկայացնել եւ հանձնել Գրիշայի դատին։ Բաղադրությունը հետեւյալն է, բարեկամներ, օգտագործվելու է արիշտա, բամյա, մասուրի, չիր եւ այստեղ պիտի շնորհակալություն հայտնեմ Սալոմե տատիկին, որ այս ձևը մշակման ունեցել է եւ մենք նրանից օգտվեցինք եւ մենք միշտ կունենանք մասուրի չիր, մաքուր եւ շատ արդյունավետ։ Օգտագործել է գառան միս, յուղ կամ ձեթ, մենք կօգտագործենք այս պահին ձեթ եւ իհարկե գլուխ սոխ։ Տապակը պիտի լավ տաքացնել, ենթադրում եմ հենց այդպես էլ վարվել է Սալոմե տատիկը, գլուխ սոխը մանր կկտրատենք, եթե ունեք դուք բաղադրատոմսեր, հուշեք մեզ, կարող եք ուղղակի զանգահարել, ասել այսպիսի տեստ պատրաստում էր իմ տատիկը, բաղադրությունը հետևյալն էր, մենք աշխատենք փնտրել մեր բանավակության արդյունքներում, եթե հայտնաբերված լինի ուտեստը, եթե ոչ ուղղակի միասին այդպես կաշխատենք պատրաստել, ձեթը դավենք, սոխը տապակենք, միսը կտրատենք, խաշված միս է, գառան, համաչափ կտրատենք, ուտեստը կարելի է պատրաստել նաև տհալով, ես ենթադրում եմ, որ այդպես էլ եղել է, բայց ցավոք սրտի չհուշեցին ինձ, ենթադրում եմ, որ ձմռան ուտեստ է և ձմռանը մեր բոլորիս մառանում տհալը պարտադիր է։ Թեթևակի կեղևապատվեց սոխը, կարող ենք հիմա համեմել աղով, միսը սոխի հետ արդեն տապակենք, իհարկե եթե առատ է և լի է մառանը բարեկամներ, իսկ մեր մառանները միշտ լի են լինում և դա նույնիսկ սոցիալական վիճակից կախված չէ, որովհետև տատիկները մեր միշտ այսպես տնտեսում և մառանը լցնում են։ Եթե կա մառանում ամեն ինչ, եթե լի է մառանը, պատրաստելը դառնում է արդեն և դյուրին և հեշտ։ Հենց այսպես էլ զարգացել է մեր ազգային խոհանոց, հենց այսպես էլ նրա զարգացման մեջ այդ դերակատարությունը, որ խաղացել են, որ ունեցել են մեր տատիկները, լավ պտուղներ է տվել։ Ահա, մեզ 1-2 րոպե պիտի տապակվի։ Այդ ընթացքում մենք արդեն միացնում ենք նաև մասուրի չիրը, մասուրը մեջտեղից կիսված, միջուկը հանել ենք և չորացրել, Ընդհանրապես, հատկապես նորից նշեմ մառանի այդ պարունակությունը շատ բծախնդրորեն են լրացրել մեր
տատիկները եւ մամիկները եւ մայրիկները, այնպես որ առաջին հայացքից մասուրը ճեղքել, միջուկը հանել, չորացնել, թվում է թե շատ երկար եւ տանջալից աշխատանք, բայց եթե կա նաեւ թեմա զրույցի խոսքի խոսելու, այդպես արդեն կարող ենք նաեւ աշխատելով, զրուցելով, շփվելով, ինչու՞ չէ նաեւ խրատելով պատրաստել։ Մի քիչ տապակենք նաեւ մասուրի ճիրը։ Եվ հիշեցնեմ, որ մասուրը հենց առողջ ժամանակ, հենց ոչ թե արդեն թառամած, այլ առողջ ժամանակ ճեղքում ենք եւ այն ժամանակ շատ ձյուրին է այդ միջուկը հեռացնելը։ Այսպես, հիմա մեկ շերտ, հավասարացնում ենք շերտերը, մեկ շերտ կրակը նախ իջեցնենք, արիշտա, այստեղ աղի արկայությունը պիտի հաշվի առնենք, որ արիշտան հենց աղով է պատրաստված, ջուրը ավելացնենք այնքան, որ ծածկվի ուղակի մթերքները, նկատի ունենալով աղի արկայությունը արիշտայի մեջ, մենք ավելորդ անգամ ռիսկի չենք դիմի, վերջում կամտեսենք, կտեսնենք աղի քանակը, բայց կարմիր պղպեղը, քաղցր պղպեղ այստեղ անհրաժեշտ է։ Դանդաղ կրակով մեզ պահանջվի ընդհանուրը պատրաստելու համար 8-ից 12 րոպե, բայց քանի որ մինչ պատրաստվելը մոտորապես 3-4 րոպե, պիտի նաև տեղադրենք բամյան, մատղաշ, դրա համար մենք կծածկենք, կսպասենք 6-7 րոպե, այնուհետև բամյան կշարենք վրան եւ եւս 3-4 րոպեից հետո ուտեստը պատրաստ կլինի, սպասենք այդ 5-6 րոպե։ 5-6 րոպե անցավ, հիմա կտրատենք պոչիկները բամյայի, ինչպես տեսնում եք, ընտրել ենք շատ երիտասարդ, մատղաշ, ինչպես ժողովրդական լեզվով նշում ենք, բամյաններ եւ նշում եմ սա հատկապես, որովհետեւ 3-4 րոպե գոլորշուտակ շոկ է խաշվելուց հետո բամյանները ուղակի պատրաստեն, իսկ մեր քաշովին արդեն հենց այդ ժամանակն է, որ 3-4 րոպեից պիտի պատրաստվի, բամյան ուղակի շարում ենք վրան, ծածկում ենք կափարիչով եւ սպասում ենք, նշեցի, այլ համեմունք օգտագործված չէ եւ եւս մեկ անգամ հիշեցնեմ բարեկամներ, որ մենք ոչ միայն չենք ընդունում այդ դոգմատիկ դրույթները խոհանոցում, այլ նաեւ խորհուրդ ենք տալիս, որ դուք նույնպես զերծ մնաք, այսինքն համեմելու համային հատկանիշները վերականգնելու կամ նոր համ հաղորդելու համար ուտեստին մենք բոլորս ազատ ենք եւ մենք ունենք մեր անձնական, անհատական, այսպես համի զգացողությունները։ Պատրաստենք ափսեն, մատուցելու ենք կավե քերեղանի մեջ, շատ այսպես լարված են, որովհետև ուզում եմ անպայման պատրաստել այնպես ինչպես Սալոմե տատիկը։ Իհարկե մի այլ տեսանկյունից էլ մի քիչ վստահ եմ, որ մեկը չի ստացվելու այնպես ինչպես տատիկն է պատրաստել, բայց պիտի աշխատենք։ Ես օգտագործելու եմ նաև հաց փունջ, այսինքն տապակված, համեմված եւ տապակված լավաշներ, այս համեղ ուտեստը հենց այն է, ինչ որ հարկավոր է լավաշով ճաշակելու համար։
մեզ մնաց 1-2 րոպե։ Սպասենք այդ 1-2 րոպեն։ Հարգելի հեռուստադիտողներ, նորից նշեմ, թե ինչ պատրաստեցինք, ուրեմն օգտագործեցինք արիշտա, մասուրի ճիր, գարան միս, գլուխսող, ձեթ եւ պատրաստում ենք լորվա քաշովի, տապակեցինք սոխը, այնուհետև խաշված միսը նորից կեղև, այսպես որ ստանա սոխի եւ ձեթի միջոցով, այնուհետև մի քիչ տապակեցինք մասուրի ճիրը, իսկ մենք մասուրի ճիրը, ինչպես նշեցի, իր դեռ թարմ ժամանակ կիսում ենք եւ սերմերը հեռացնում, այնուհետև 6-7 րոպե շոքեխաշվելուց հետո, այսինքն քաշովին պատրաստելուց հետո ավելացնում ենք թարմ եւ մատրաշ, երիտասարդ բամյան։ Եվ ուտեստը արդեն պատրաստ է։ Եվ ահա վերջ բարեկամներ, ուտեստը պատրաստ է, հատկապես ուզում եմ ուշադրություն դարձնեք բամիայի գույնին, որևէ խախտում գունային չկա, հետևաբար նաև նրա սննդային արժեքները մնացել են տեղում։ Ահա, խնդրում եմ, նայեք եւ ուտեստը պատրաստ է։ Թարմ մասուրի կամ մասուրի ճրի օգտագործումը կարծում եմ պիտի անպայման շարունակել եւ անպայման մերթ հատկապես այդ եղանակային պայմանները հաշվի առնելով օգտագործել, որովհետեւ ինչու անպայման հիվանդանալ եւ նոր դիմել մասուրով թեյին կամ այլ միջոցների։ Մենք կարող ենք ուղղակի այնպես անել, որ կանխարգելենք այս կամ այն հիվանդությունը, որի բուժման համար կամ որի չհիվանդանալու համար մեզ անպայման հարկավոր է մասուր։ Որ մեկը չէր սիրում արիշտան կամ թեկուս մակարոնը մի քիչ ջրիկ վիճակում։ Կարծում եմ բոլորիս դա ավելի հաճելի էր։ Ահա ուտեստը, մենք կտեղադրենք նաև հացերի հացը չոր լավաշը կամ հաց փունջը, ինչպես մենք վերջերս տեղեկացանք, թե ինչպես է անվանվել նախկինում, եւ ուտեստը պատրաստ է բարեկամներ, այս բարի օրը ցավոք սրտի մեզ համար մոտենում է ավարտին, եթերային ժամանակը սպառվում է բարեկամներ, բայց օգտվելով առիթից եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ հարգելի հեռուստատեղներ առաջարկում եմ, եթե ունեք այնպիսի ուտեստներ, որոնք կուզեք մեր եթերից եւս մեկ անգամ պատրաստվի վերհիշելու համար, ինչու՞ չէ նաեւ լուսաբանվելու համար, զանգահարեք, հաղորդեք Բաղադրատոմսը, մենք կհնչեցնենք նաև ձեր անունը, այնպես որ միասին կարող ենք բանահավաքության ինչ-որ մի փոքր գործ իրականացնել։ Հարգելի հեռուստադիտողներ, յուրաքանչյուր հանդիպում շատ կարևոր է մեզ համար եւ ուզում ենք այդ հանդիպումները նպաստեն ձեր առողջությանը եւ երջանկությանը։ Տարին եւ դարը հաղթանակի դար է, մենք պիտի ուղղակի լինենք բարի մեկս մյուսի նկատմամբ, լինենք աջակից մեկս մյուսի նկատմամբ եւ ունենանք համբերություն եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Արիշտայով քաշովի, գարան միս 300 գրամ, արիշտա 100 գրամ, բամյա 150 գրամ, մասուրի ճիր 60 գրամ, սոխ 70 գրամ, ձեթ 20 գրամ, աղ, պղպեղ, բարեխորշակ։